Աստված հավատարիմ է, Դեյվիդ Վիլկերսոն, օր մայիսի 11 Հավատքի հիմքը Ինչի վրա է կառուցված ձեր հավատքը։ Սուրբ Գիրքը մեզ ասում է, որ հավատքը լսելուց է և որ Աստծո խոսքը մեզ տալիս է հոգևոր ականջներ, որոնք մեզ հնարավորություն են տալիս լսելու։ Աստվածաշունչը խոսում է մեր կյանքում անապատային փորձառությունների մասին, երբ մեզ հոգևոր ականջներ են պետք նրա խոսքը լսելու և հիշելու համար։ Թող ջրերի պտույտները չհափշտակեն ինձ և անդունդը կուլ չտա ինձ։ Լսիր ինձ, Տեր, որովհետև լավ է քո քաղցրությունը և քո երեսը ետ մի դարձնիր քո ծառայիցը, որովհետև նեղության մեջ եմ ես։ Սաղմոս 69 գլուխ 15-17 խոսքեր։ Ակնհայտ է, որ նեղության ջրերը ողողում են աստվածավախ մարդկանց կյանքը։ Դեռ որ խոնարհված չէի, սխալվում էի, բայց հիմա քո խոսքը պահում եմ։ Լավ է ինձ համար, որ խոնարհվեցա, որ քո հրամանները սովորեմ։ Սաղմոս 119 գլուխ 67 և 71 խոսքեր։ Այս խոսքերից լիովին պարզ է դառնում, որ մեզ համար լավ է, նույնիսկ օրհնություն է, երբեմն հայտնվել փոթորիկների մեջ։ Դիտարկենք Սաղմոս 2-ի վկայությունը։ Ես ուրախ եմ, որ Տերը լսեց իմ աղաչանքի ձայնին, որ նա իր ականջը խոնարհեցրեց դեպի ինձ, և ես իմ օրերումը կկանչեմ նրան։ Մահիլարերը պատեցին ինձ, և դժոխքի վիշտերը գտան ինձ, նեղություն և տրտմություն գտա ես։ Սաղմոս 116 1-3 խոսքեր։ Նա հավատարիմ ծառա էր, որը սիրում էր Աստծուն և մեծ հավատք ուներ, սակայն նա հանդիպեց ցավի, նեղության և մահվան։ Աստծո խոսքը բարձրաձայն հայտարարում է, որ հավատքի ճանապարհը տանում է ջրհեղեղների և կրակների միջով։ Երբ որ ջրերիցն անցնես, ես քեզ հետ եմ, և եթե գետերովը, նրանք քեզ չեն ողողի։ Երբ որ գնաս կրակի միջով, չես այրվի, և բոցը քեզ պիտի չվառի։ Եսայի 43 գլուխ 2 խոսք։ Որովհետև ես, Եհովաս, քո Աստվածը, զորացնում եմ քո աջը, որ ասում եմ քեզ. մի վախենա, ես կօգնեմ քեզ։ Եսայի 41 գլուխ 13 խոսք։ Այս վերջին խոսքը կարևոր բանալի ունի։ Անապատում մեզ հանդիպող յուրաքանչյուր փորձառության ժամանակ մեր Հայրը բռնում է մեր ձեռքը, սակայն այս մխիթարական ձեռքը տրվում է միայն նրանց, ովքեր քայլում են անապատով կամ հայտնվում են անհանգիստ գետերում։